Հարգելի հայրենակիցներ, բարև ձեզ։ Այսօր ձեր հետ միասին մենք խոսելու ենք Իսրայելի և Լիբանանի միջև թեժ մարտական գործողությունների մասին։ Խոսք է գնում Լիբանանում գործող, հատկապես հարավում Հեզբոլլահ տերորիստական խմբավորման մասին, որին աջակցում է Իրանը։ Բայց մենք նաև ձեր հետ միասին խոսենք, թե ինչ կապ ունի այս ամենի հետ Թուրքիան, ինչ է իրականում այդտեղ տեղի ունենում և ինչպիսի զարգացումներ սպասել։ Մարտական գործողությունները շարունակվում են երկար ժամանակ է, բայց վերջի օրերի ընթացքում աննախադեպ ծավալ են ստացել։ Իսրայելը կիրառում է օդային ուժ շատ ակտիվ և շարունակում է փաստացի հիմքեր նաև ձևավորել հնարավոր կամ հավանական, նույնիսկ ցամաքային գործողությունների համար։ Զուգահեռ դրա մենք իհարկե պետք է սա հաշվի առնենք ինչպես շարունակվող գործընթաց, որը ուղղակի առնչվում է Իրանում տեղի ունեցող և Իրանի շուրջ այդ զարգացումներին։ Երեկ մենք ձեր հետ միասին խոսեցինք, որ մենք մեծ պատերազմի նախաշեմին ենք փաստացի կանգնած, երբ հարցը գալիս է Իրանում իրավիճակին, և դրա մասին տեղեկատվությունները շարունակում են գալ, և երբ խոսում ենք Իրանի հետ պատերազմի մասին, նկատի ունեմ Միացյալ Նահանգների և Իսրայելի, իհարկե պետք է հասկանանք, որ այդ դեպքում պատերազմ նաև կլինի Լիբանանի ուղղությունով և պատերազմ նաև կլինի Եմենի ուղղությունով, որտեղ որ Իրանի գլխավոր երկու պրոքսի ուժն է ներկա, իդեմս տերորիստական խմբավորում Հեզբոլլահի Լիբանանում և իդեմս հութիների կամ Անսարալլահ տերորիստական խմբավորման Եմենում։ Մենք Եմենի մասին ձեր հետ առանձին խոսել ենք և այստեղ կլինի հղումը, կարող եք գնալ դիտել։ Այսօր ձեր հետ միասին կխոսենք Լիբանանի շուրջ զարգացումների մասին։ Առաջի հերթին ես կոչ եմ անում ձեզ անպայման լայքեք այս վերլուծությունը, գրեք ձեր մեկնաբանությունները, մեծ սիրով միշտ կարդում եմ և փորձում եմ արձագանքեմ բոլոր մեկնաբանություններին, նաև բաժանորդագրվեք և դրեք զանգակը, ինչպես նաև կարող եք աջակցել իմ գործունեությանը նկարագրությունում նշված միջոցների շնորհիվ։ Անցնենք առաջ։ Ցախալը, իսրայելական բանակը արդեն հունվարի 25-ին և այսօր 26-ին ակտիվ ռազմական գործողություններ է վարում և հարվածներ է հասցնում ամբողջ, կարելի ասել, հարավում Լիտանի գետից ոչ միայն հարավում ընկած տարածքում, որը համարվում է բուֆերային տարածք և իրականում շատ խորը հատված է, չի կարելի ուղղակի ասել, որ դա թեթև այսպիսի բուֆերային տարածք է, 25 կիլոմետրանոց բուֆերային տարածք է այդ Լիտանի գետից հարավ ընկած հատվածը, բայց հարվածներ իրականում հասցվել են նաև Բեքա կոչված տարածքում, որը շատ ավելի հյուսիս է ընկած, քան Լիտանի գետի հատվածը, իսրայելական սահմանից մոտավորապես խոսք է գնում 50 կիլոմետրի մասին արդեն, և նաև 3 հարվածներ են հասցրել Բեյրութում, մայրաքաղաքում Լիբանանի, տարբեր նաև թիրախներին։ Եվ հիմա մանրամասն կխոսենք, թե ինչ է տեղի ունենում, որովհետև Իսրայելի գործողությունները փաստացի ինչ-որ առումով ոչնչացնում են Հեզբոլլահ տերորիստական խմբավորման հնարավորությունները, պահեստները, որտեղ որ տարբեր բալիստիկ հրթիռներ է, ոնց հասկանում ենք, և զենք զինամթերք, որոնք պետք է օգտագործվեն Հեզբոլլահի կողմից Իրանի հետ պատերազմի կամ մեծ պատերազմի ժամանակ Իսրայելի դեմ։ Այդ թվում նկատի ունեմ սրա մեջ, որ կոնկրետ այդ բալիստիկ հրթիռները ոչ միայն պետք է գա ուրեմն Իրանի տարածքից դեպի Իսրայել, այլ նաև Լիբանի տարածքից, այսինքն հյուսիսից, Իրանը դե արևելքում է, և հարավից նաև հութիներից, այսինքն 3 ճակատ է ունենալու կոնկրետ Իսրայելը այդ դեպքում և 3 ճակատից էլ լինելու է լայնածավալ, այսպես ասեմ, օգտագործում բալիստիկ հրթիռների և ԱԹՍ-ների, որը բերելու է, ծանրաբեռնելու է իսրայելական հակաօդային պաշտպանության համակարգները։ Մենք ձեր հետ միասին հիշում ենք, որ 2025 թվականի հունիսի 12 օրվա ընթացքում տեղի ունեցած այս պատերազմի իսրայելական հակաօդային պաշտպանությունը այդպես էր ծանրաբեռվել, որ փաստացի Իրանը կարողացավ խոցել, հարվածներ հասցրել Իսրայելի մի քանի վայրին, այդ թվում ինչպես Թել Ավիվի ուղղությամբ, այդպես էլ Հայֆայի, այսինքն վտանգը իրական է, որ եթե հարվածներ լինեն ակտիվորեն կոնկրետ հենց Լիբանանի ուղղությունից, այսինքն դա լուրջ կծանրաբեռնի հենց իսրայելական հակաօդային պաշտպանությունը, հատկապես երկրի հյուսիսում։ Լիբանի ԶԼՄ-ները տարածեցին տեղեկատվություն, որ նաև
ոչ միայն հարվածներ է այդ պահեստներին, այլ կային զոհվածներ, որոնք փաստացի գտնվում էին այդ պահեստներում, եւ մի քանի հոգու մասին է խոսքը, որ զոհվել են, հավանական է Հեզբոլլահի ներկայացուցիչներ։ Բացի դրանից, պետք է ասել, որ Բեկայի, ինչպես ասացի, այդ միջավայրում նաև հարվածներ են հասցվել, որտեղ որ հրետանու մասնագետներ են մահացել, մեծ հավանականությամբ նաև խոսք է գնում հենց Հեզբոլլահի հրետանու ուրեմն մասնագետների մասին։ Իսրայելը հայտարարում է, որ այս գործողությունները վարում է նրա հետևանքով, որ պայմանավորվածությունները, որոնք վերաբերվում են ուրեմն կրակի դադարին, չեն պահպանվում հենց Լիբանանի կողմից, եւ մենք հիմա ձեր հետ միասին նաև դա էլ կքննարկենք։ Մի փոքր առաջ, որ տեսնենք ինչպես է հունվարի սկզբից իրականությունը զարգացել, ապա մենք տեսնում ենք, որ եթե դեկտեմբեր ամսվա ընթացքում այդ հրադադարը պահպանվում էր եւ Իսրայելը որևէ ակտիվ գործողություններ չեն ծավալում, որովհետեւ սպասվում էր, որ դեկտեմբերի վերջին պետք է Լիտանի գետից հարավ բոլոր հատվածներում Հեզբոլլահը ուրեմն զինաթափվի եւ դա պետք է կազմակերպեր Լիբանանի կենտրոնական իշխանությունը, որը թույլ է ընդհանուր առումով, Լիբանանի բանակը թույլ է եւ չի կարող Հեզբոլլահի վրա ունենալ էֆեկտիվ ուրեմն վերահսկողություն, ապա մենք պետք է ձեր հետ միասին նշենք, որ դա տեղի չունեցավ եւ Իսրայելը դրանից շատ լուրջ դժգոհ մնաց, որովհետեւ փաստացի վտանգը շարունակվում է ներկա լինել։ Դրանից հետո արդեն հունվարի 12-ից մոտավորապես սկսվում են առաջի հարվածները եւ հարվածների թիրախներն են հրետանու, ԱԹՍ-ների կիրառման եւ պահեստների ուղղությունը։ Եվ մենք նաև տեսնում ենք, որ դա ակտիվ շարունակվում է, Ցահալը հարվածներ է հասցնում նաև մի քանի եւս ավելի մեծ հարվածներում, այդ թվում թունելներում, որը Հեզբոլլահը ունի այդտեղ տարածքում, այն նույն տրամաբանությամբ, որը կա Գազայում եւ Իրանում էլ իրանք թունելներ փորելու մասնագետներ են, մի խոսքով, շատ ակտիվ։ Բացի դրանից, ուրեմն պետք է ասել, որ իսրայելական կողմը կիրառել է Հեզբոլլահի այնպիսի ենթակառուցվածքների դեմ, որոնք փաստացի ամենամեծ վտանգն է ներկայացնում։ Պետք է ասել, որ զուգահեռ դրա սպանել են իսրայելական կողմը, ուրեմն այդտեղ լուրջ նաև գործիչ ռազմական առումով Ջավադ Բասմային, որը ուրեմն նաև մասնակցում էր ինժեներական տարբեր այդտեղ ենթակառուցվածքների կառուցման գործընթացում։ Պետք է ասել, որ երկու կողմն է իրականում միմյանց մեղադրում այդտեղ այսպես ռազմական գործողությունների սկզբի եւ հրադադարը խախտելու մեջ, եւ ակնհայտ է, որ եթե Լիբանի տարածքում գտնվող ուրեմն Հեզբոլլահը մեղադրում է, որովհետև հարվածներ է Իսրայելը հասցնում եւ դրանով է խախտում հրադադարը, ըստ ուրեմն իսրայելական կողմի բացահայտ է, որ հրադադարը խախտվում է, որովհետև չեն զինաթափվել, իսկ հրադադարի պայմանագիրը ներառում է զինաթափման ուրեմն պահանջարկը եւ զինաթափումը անպայման պետք է տեղի ունենար։ Պետք է նաև ընդգծել, որ Հեզբոլլահի զինաթափումը պետք է տեղի ունենար Միացյալ Նահանգների եւ Ֆրանսիայի վերահսկողության տակ, բայց դա այդպես էլ կարելի ասել իրական գործողություններ չսկսվեցին։ Եվ ուրեմն Իսրայելը եւ Միացյալ Նահանգները պահանջում են, որ ամբողջ սահմանից, այսինքն 30 կիլոմետրանոց հատվածից այդ ամենամոտիկ Լիտանի գետից հարավում գտնվող սահմանից Իսրայելի հետ Լիբանանի հանվեն ամբողջությամբ Հեզբոլլահի ուժերը։ Հեզբոլլահը ընդհանուր առումով շատ կարևոր շիիտական տերորիստական խմբավորում է, որը 1982 թվականին է ձևավորվել եւ Իրանի այդ ուրեմն դիմադրության շարժումի կամ դիմադրության մի պայքարի այդ մաս է ներկայացնում եւ համարում է, որ Իսրայելի դեմ պայքարը այդտեղից հենց շիիտական տրամաբանությունով Լիբանանից, որտեղ որ բնակչության մեծ մասը, մեկ մասը կոնկրետ եւ մեծ թվեր են դա շիիտներ են, շիա են, այսպես ասենք, ուրեմն իսլամական այդ ուղու, այսինքն իրանական տրամաբանության եւ պետք է ասել, որ Իրանը լուրջ աջակցություն է տրամադրում միշտ Հեզբոլլահին։
Հեզբոլլահը իդեմս նաև պետք է նշեմ, որ թարգմանվում է ինչպես Աստծու կուսակցություն, հենց այսպես, եւ այստեղ նկատի ունեն իհարկե իսլամական պատկերացումներով, բայց ամեն դեպքում դուք հասկացաք ես ինչ նկատի ունեմ։ Իրանը մոտավորապես տարեկան 1 միլիարդ դոլար է տրամադրում Հեզբոլլահին, նրա համար, որ Հեզբոլլահը այդտեղ ակտիվ զինվի եւ ունենա հնարավորություններ, բացի դրանից, երբ Սիրիան Բաշար al-Ասադի իշխանության ներքո էր, այդ իրավիճակում ակտիվ վերահսկում էր իրավիճակը եւ Սիրիայի տարածքով, Իրաքի հետո Սիրիայի տարածքով հեշտ մատակարարում էր Լիբանանին։ Հիմա, ինչքանով գիտենք, մատակարարումների հետ արդեն կա խնդիրներ, որովհետեւ Սիրիան գիտեք, որ անցել է Թուրքիայի փաստացի իշխանության ներքո եւ մենք ձեր հետ միասին բազում անգամ խոսել ենք դրա մասին։ Այսօրվա իրականությանը, որ վերադառնանք, պետք է ասել, որ ամեն օրվա արդեն տրամաբանությունը բնույթ է ստացել Իսրայելի հարվածները եւ Իսրայելը այնպես է դա անում, որ ինքը իրականում չունի որևէ զոհեր կամ տուժածներ դրա հետևանքով։ Այսինքն Իսրայելը ամեն օր հասցնում է հարվածներ, ուրեմն պահեստներին, թունելներին, այդտեղ զինված այդ Հեզբոլլահի կետերին եւ այս ժամանակահատվածում մոտավորապես ուրեմն հարյուրավոր այդպիսի ռազմական օբյեկտ են ոչնչացրել հրեական ուժերը եւ 350 մոտավորապես ահաբեկիչ։ Հեզբոլլահը պատասխանում է ընդհանուր առումով, բայց շատ սահմանափակ է պատասխանում եւ չի կարելի ասել, որ լուրջ այս պահի դրությամբ հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ոչ, Հեզբոլլահը փորձում է փաստացի ավելի ինքնապաշտպանողական իրավիճակում գտնվել այսօր, պատրաստվելով X պահի համար, որը կարա լինի լայնածավալ պատերազմը հենց Իսրայել-Իրան ուղղությունով, որտեղ որ կսկսի Հեզբոլլահը ակտիվորեն կիրառել ուժ, այդ թվում բացառված չէ, որ կարա ուզենա նաև ցամաքային գործողություններ այդտեղ սկսի, նախկինում այդպիսի փորձեր եղել են եւ դա ստիպում է իսրայելական զինուժին, որ ունենա նաև լուրջ քանակի զինված ուժեր, այդ թվում հակաօդային պաշտպանություն, ավիացիոն բաղադրիչ եւ այլն հյուսիսային ճակատում, ինչը նաև իհարկե լուրջ խնդիր է ստեղծում, որովհետև պետք է մի քանի ճակատ ունենա, Գազայի ճակատը առանձին, Լիբանի ճակատը առանձին, Սիրիայի ճակատը առանձին, ուրեմն արևմտյան ափի հատվածը, Պալեստինա այսպես կոչված հատվածը կամ Իուդեա եւ Սամարիայի հատվածը առանձին խնդիր է ներկայացնում եւ դրան նաև ավելանում է Կիպրոսի եւ Հունաստանի ուղղությունը Թուրքիայի հետ։ Դրան ավելանում է իհարկե ընդհանուր առումով Սաուդյան Արաբիայի ուղղությունով անհրաժեշտ Կարմիր ծովում գործողությունները եւ դրան ավելանում է Եմենի հութիների հարցը եւ ամենավերջում դրան ավելանում է Իրանը, ոնց որ ամենամեծ խնդիրը բալիստիկ հրթիռներով եւ դրան կողքը նաեւ գտնվում է Թուրքիան, ինչպես առանձին աճող մեծ սպառնալիք։ Պատկերացնում եք, հա, բարդ է իրավիճակը, մեղմ ասած Իսրայելի իրավիճակը բարդ է, բայց Իսրայելը կարողանում է այս ամեն ինչին դիմադրել Միացյալ Նահանգների եւ Արևմուտքի, այդ թվում Ֆրանսիայի, այդ թվում ուրիշ պետությունների Միացյալ Թագավորության աջակցությունով եւ օգնությունով։ Տարածաշրջանում կարևորագույն դեր ունեն նաեւ երկու եւս պետություն, դա Միացյալ Արաբական Էմիրություններն են, որը Իսրայելի փաստացի արաբական դաշնակիցն է, եւ Հորդանանը, որը եւս մեկ Իսրայելի արաբական դաշնակիցն է։ Վերջի տեղեկատվությունները ասում են, որ այս երկու պետությունը պատրաստ են լայնածավալ օգնել Միացյալ Նահանգներին եւ Իսրայելին Իրանի հետ պատերազմի դեպքում, այսինքն կիրառեն իրենց տարածքները, հակաօդային պաշտպանությունները նրա համար, որ օգնեն եւ պաշտպանեն Իսրայելին։ Եվ դրանով ասեմ ձեզ կարճ, որ շատ դժգոհ է տարածաշրջանային մի քանի պետություն, այդ թվում Սաուդյան Արաբիան եւ կոնկրետ Թուրքիան, եւ մենք ձեր հետ միասին առանձին կխոսենք տեղի ունեցող ուրեմն հենց Միացյալ Արաբական Էմիրությունների այդ թեմայի մասին, որի մասին մենք ձեր հետ խոսում էինք Եմենի համատեքստում, թե ինչ է տեղի ունենում, բայց հիմա եւս կարևոր զարգացումներ կան այդ ուղղությունով։ Բայց միջև այդ թեմային անցնելը ուրիշ արդեն վերլուծությունում, մենք ձեր հետ հիմա կքննարկենք հենց հարցը, որը վերաբերվում է հենց Լիբանանի այդ կարևորագույն ուղուն եւ պետք է հստակ այդտեղ նշել, որ Լիբանանի ուղղությունով նաեւ Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը եւ Կատարը շարունակում են պահանջել, որ Իսրայելը ուրեմն չեղարկի իր այդ հարվածները եւ չշարունակի հարվածները,
բայց Միացյալ Արաբական Էմիրությունները, որոնց մասին ես նշեցի, ասում են, որ այդտեղ պետք է ակտիվ ներդրումներ անել, բայց Հեզբոլլահը պետք է դուրս գա։ Այսինքն Էմիրությունները աջակցում են Իսրայելի մոտեցումին, բայց փորձում են նաև գտնել խաղաղ ճանապարհներ, աշխարհաքաղաքական բաղադրիչից բացի իրանք ավելի տնտեսական հիմքի վրա են ուրեմն ներդրում այսպեսի անում եւ խաղադրույթ, իսկ ինչ վերաբերվում է մնացած այդ պետություններին, ապա տեսնում ենք, որ իրանք հակառակը ավելի աշխարհաքաղաքական առճակատում են տեսնում եւ ինչ որ առումով այդ պետությունները աջակցում են Իրանին, ստացվում է։ Ասեմ ձեզ բացահայտ, որ հենց այս պետությունները, այսինքն Սաուդյան Արաբիան, Կատարը եւ Թուրքիան վերջերս կոչ էին անում Միացյալ Նահանգներին, որ հարվածներ չհասցնեն Իրանին։ Դա կարա թվա զարմանալի, որովհետև այս պետությունները սուննի պետություններ են, Իրանը շիա պետություն է, եւ իրանք լրջագույն մրցակիցներ էին երկար ժամանակվա ընթացքում եւ առհասարակ Իրանի հզորացումը սպառնալիք է ներկայացնում Սաուդյան Արաբիայի համար, բայց իրանց թույլ Իրան է պետք, բայց ոչ թե արևմտամետ Իրան։ Դա ակնհայտ նշում եք։ Արևմտամետ Իրան ձեռատալի մեզ, Հայաստանին, Վրաստանին, Միացյալ Նահանգներին, Ֆրանսիային, Եվրոպային, բայց տարածաշրջանային իսլամական պետություններին, որոնք հիմա իսլամական ՆԱՏՕ են փորձում ձևավորել եւ դրա մասին մենք ձեր հետ միասին խոսել ենք, այդ թվում Սաուդյան Արաբիան, Պակիստանը եւ Թուրքիան, բանակցությունները այդ թեմայով ակտիվ շարունակվում են, ակնհայտորեն իրանց համար ամենակարևոր հարցը եւ ուղղությունը վերաբերվում է հիմա նրան, որ այստեղ սահմանափակեն Միացյալ Նահանգների ազդեցությունը տարածաշրջանում եւ ուստի ունենալ Իրան, որը վերահսկելի է, որը թույլ է, բայց որը հակահրեական, հակաամերիկյան է, իրանց համար ավելի ձեռնատու է ստացվում։ Միակ բացառությունը այստեղից, ինչպես ասացի, դա Միացյալ Արաբական Էմիրությունները եւ կոնկրետ նաեւ ինչ որ առումով Հորդանան։ Տնտեսական բաղադրիչի մասին նաև պետք է խոսենք, իհարկե պետք է ասել, որ իսրայելական հարվածները ունեն շատ լուրջ հետևանքներ այդ սահմանամերձ շրջանների համար եւ իհարկե շատերը դժգոհ են, այդ թվում Լիբանանի իշխանությունները հայտարարում են, որ վերականգնել անհնար է, որովհետեւ իսրայելական զինուժը շարունակում է հարվածները եւ ընդհանուր առումով պետք է ասել, որ 2019 թվականից տնտեսական ճգնաժամում է գտնվում Լիբանանը, ուրեմն ՀՆԱ-ն Լիբանանի համախառն ներքին արդյունքը ուրեմն 40%-ով նվազել է, ուշադրություն, 40%-ով նվազել է եւ իրանց դրամաժույթը Լիբանանի ուրեմն նվազել է, արժեզրկվել է 98%-ով, պատկերացրեք։ Եվ մակարդակը աստիճանը ուրեմն աղքատության պետությունում հասել է 70%-ին։ Աննախադեպ տնտեսական ճգնաժամի մեջ է գտնվում Լիբանանը։ Լիբանանը եւ Կիպրոսը նաեւ ունեն այդտեղ պայմանավորվածություններ, որը պետք է գազի ուրեմն ապահով գազի ուղղությամբ արտադրանքի ուղղությամբ մեծ աշխատանք ծավալեն միջերկրական ծովի արևելյան հատվածում եւ այդ պայմանավորվածությունները ձեռք են բերվել կողմերի միջև եւ խնդիրը այդտեղ վերաբերվում է Թուրքիայի պահանջներին արևելյան միջերկրական ծովում եւ Էգեյան ծովում, որի մասին մենք ձեր հետ վերջերս խոսել ենք մանրամասն, այստեղ կլինի հղումը եւ կարող եք դիտել, դա վերաբերվում է իհարկե ոչ միայն Հունաստանին, ինչու մասին մենք խոսեցինք, այլ նաեւ ուղիղ վերաբերվում է իրականում հենց Կիպրոսին, որտեղ որ հյուսային Կիպրոսը իր պահանջները ունի եւ Թուրքիան նաեւ իր պահանջները ունի այդտեղ։ Եվ դրա պատճառով իրականում Լիբանանը չի կարող սկսել գազի արտադրություն ծովային հատվածում եւ արտահանում եւ ուստի դա լուրջ տնտեսական հնարավորություն կարող է լինել իր համար։ Բացի դրանից պետք է ասել, որ ուրեմն Իսրայելը մտահոգված է նաև այդ գազի ծրագրով, որովհետև համարում է, որ սա այդ գումարները կարող են գնան Հեզբոլլահին։ Թուրքիան ունի իր շահերը, պատկերացնում է, որ Սև ծովում, Միջերկրական ծովում բոլոր այդ գազի, նավթի պարանները, պաշարները պետք է օգտագործի հենց Թուրքիան, չգիտես ինչու, զարմանալի մոտեցում է, բայց ուղղակի ուզում է։
եւ վերջ, որևէ տրամաբանություն դրանում, նկատի ունեմ միջազգային իրավունքի, չկա, ուղղակի իրանց ցանկությունն է եւ ուժեղի մոտ միշտ է թույլն է մեղավոր տրամաբանությունով է թուրքը գործում։ Եվ զուգահեռ դրա իհարկե պետք է ասել, որ նույն Լիբանանը մտահոգված է Իսրայել, Կիպրոս եւ Հունաստան այս մերձացումով, որի մասին մենք ձեր հետ նաեւ խոսել ենք եւ այստեղ կլինի դրա հղումը։ Եվ պետք է ասել, որ հիմա պետք է նաև հասկանանք, որ տարբեր գնահատականներ կա այն ուրեմն պայմանավորվածությունների իրականացման ուղղությամբ, որոնք ձեռք են բերվել Միացյալ Նահանգների կողմից եւ ըստ որի Լիբանանի հիմա բանակը համարում է, որ առաջի փուլը այդ խաղաղության փաստաթղթի, այսինքն հրադադարի իրականացվել է եւ Լիտանի գետի հարավային հատվածից դուրս են եկել ամբողջությամբ Հեզբոլահի զինաթափվել են Հեզբոլահի ուժերը։ Տեսեք ինչու՞մ է հարցը։ Լիբանանի բանակը չի կարող հայտարարել, որ ոչ դա այդպես չի։ Դա կտա հիմք Իսրայելին հարվածներ հասցնելու։ Ուստի ինքը հայտարարում է, որ այո, զինաթափվել են եւ հիմք չկա հարվածներ հասցնելու, որովհետեւ եթե ասի չեն զինաթափվել, նշանակում է, որ իրանք, այսինքն Լիբանի պաշտոնական բանակը պետության, ոչ թե Հեզբոլահը, չեն տիրապետում իրավիճակը պետությունում։ Եվ եթե իրանք դա բացահայտեն եւ ասեն, որ չեն տիրապետում իրավիճակը, դա ուղղակի կնշանակի, որ Իսրայելը դրանից հետո ունի հնարավորություն գործի եւ անի ինչ ուզում է, այն էլ ասելով, որ Լիբանի պետությունը եւ բանակը գոյություն չունի։ Իսկ Լիբանի բանակը այդքան թույլ է, որ չի կարող իրան թույլ տալ Հեզբոլահի հետ պատերազմի մեջ մտնի։ Եվ ուստի հայտարարում է զինաթափված է, Իսրայելը ասում է դա կեղծիք է եւ շարունակում է իր հարվածները։ Դրանով փաստացի ունենալով իրավիճակ, երբ հրադադարը խախտվել է եւ հրադադարի խախտումը բնական արդեն իրավիճակ է, որ ռազմական գործողությունները եւ պատերազմը տեղի է ունենում արդեն պետությունների միջև։ Կարելի է ասել, որ Իսրայել-Լիբանան ուղղությունով պատերազմ կա եւ պատերազմ գոյություն է ունենում եւ Հեզբոլահը իհարկե չի պատրաստվում զինաթափվել, բացահայտ ասեմ, եւ Իրանը վերջերս հայտարարել էր, որ այդ թվում այդ իրանց հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին հայտարարել էր ֆետվայր այսպիսի ուրեմն հայտարարությունով դուրս եկել ֆետվա է կոչվում իրանց հայտարարությունը մի խոսքով եւ ասել, որ որևէ դեպքում Հեզբոլահը չպետք է զինաթափվի։ Այսինքն Իրանը թույլ չի տալի իր պրոքսի ուժին այդտեղ որ զինաթափվի, վերջ հարցը լուծված է։ Լիբանի նախագահը նաև հայտարարել է, որ միայն Իրանի թույլտվությունով կարելի է այդտեղ ավարտել Հեզբոլահի զինաթափումը, որովհետև Իրանն է վերահսկում զենքի մատակարարումները եւ ֆինանսական աջակցությունը Հեզբոլահին։ Այսինքն Լիբանը չի պատրաստվում սպանել, կրակել Հեզբոլահի ուղղությունով իր բանակի շնորհիվ, Իրանի թույլտվությունը պետք, Իրանը դեմ է, արդյունքում որևէ իրական զինաթափում չկա, Իսրայելն էլ ասում է, դե չկա զինաթափում, մենք կզինաթափենք եւ շարունակում է հարվածները սրանով կանխելով կուտակումներ, կանխելով նա, որ ավելի շատ հնարավորություններ ունենա Հեզբոլահը եւ ինչ որ փուլում ել ավելի մեծ վտանգ ներկայացնի իրականում կոնկրետ Իսրայելի համար հատկապես մեծ պատերազմի իրավիճակում։ Եվ Իրանի մասին իհարկե մենք կարճ կարող ենք այստեղ ասել, որ Իրանը հասկանալի է, թե ինչու չի ուզում, որ զինաթափվի Հեզբոլահը, որովհետև դա կարա լինի այդ հյուսիսային ճակատը, որով կծանրաբեռնեն իսրայելական օդուժը եւ զինված ուժերը եւ դրանով կարան օգնել Իրանին արդյունավետ լինի, այսինքն մեծ հարվածներ հասցնի Իսրայելի վրա, հենց կոնկրետ բանի այս իր բալիստիկ հրթիռների միջոցով եւ չնայած տնտեսական ճգնաժամի Իրանում, որտեղ որ գումարներ առհասարակ չկան, Իրանը շարունակում է շատ լուրջ գումարներ տրամադրել հենց Հեզբոլահին, իսկ Հեզբոլահը կարելի է ասել, որ Իրանի այդ իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի մաս է, ինչ որ առումով կարելի ասել, եւ իրաց վերահսկողության տակ է։ Քաղաքական առումով էլ իհարկե Հեզբոլահի ճակատագիրը որոշվելու հենց Թեհրանում, իսկ Թեհրանը որևէ պատճառ չունի, որ դա ուրեմն փոխի այդ իր մոտեցումը։ Այստեղ շատ հետաքրքիր եւ կարեւոր է Թուրքիայի դերը եւ Թուրքիայի հարցը եւ արեք մանրամասն հիմա քննարկենք սա։ Թուրքիան աճեցնում է իր ազդեցությունը Լիբանանում եւ սիրիական ուրեմն
Սիրիայում իրավիճակը փոխելուց հետո, այսինքն թուրքական մեծ իշխանություն գալուց հետո եւ Իրանի ազդեցությունը նվազեցնելուց հետո, մենք տեսնում ենք, որ նույն Կարնեգի հիմնադրամը այսպիսի հետազոտական տվյալներ ունի, որ Լիբանանը ուրեմն մտահոգված է Կիպրոս, Իսրայել, Հունաստան այդ եռակողմ փաստաթղթով եւ համագործակցությունով եւ զուգահեռ դրա հասկանում է, որ Հեզբոլահը ընդհանուր առումով թույլ է եւ տեսնում ենք, որ այստեղ նաեւ սուննիտական տարբեր ուժերը հիմա ավելի ամրապնդվում են հենց Լիբանանում եւ կարելի ասել հաշվի առնելով, որ Թուրքիան սուննիտական այդպիսի պետություն է եւ փորձում է վերջերս Թուրքիան աճեցնել իր ազդեցությունը Լիբանանում։ Այո, Թուրքիայում շատերը ասում են, որ ուրեմն Թուրքիան Սիրիան վերցնելուց հետո հաջորդը պետք է լինի Լիբանանը։ Եվ այո, հարգելի այրենակիցներ, տրամաբանորեն եւ մենք ձեր հետ միասին մտածում ենք Սիրիայում իրավիճակից հետո, որտեղ որ քրդերի հարցը լուծում են եւ մենք դրա մասին ձեր հետ մանրամասն խոսել ենք, կլինի այստեղ հղումը, նաև Սիրիայում, որտեղ որ դրուզների ուղղությունով արդեն քայլեր կան եւ կարելի է ակնկալել, որ մոտակա ժամանակահատվածում կարող է նաև դրուզերի ուղղությունով լայնածավալ գործողություններ սկսվի եւ դրա մասին մենք ձեր հետ նաև խոսել ենք եւ այստեղ կլինի հղումը, ապա ակնհայտ է, որ հաջորդը դա Կիպրոսի ուղղությունն է, որի մասին մենք ձեր հետ նաև խոսել ենք եւ այստեղ կլինի հղումը շատ կարեւոր եւ հետաքրքիր զարգացումներ Կիպրոս Հունաստանի ուղղությունով եւ իհարկե միակ պետությունը, որը մնում է տարածաշրջանում, դա արդեն Լիբանանն է։ Եվ Թուրքիան ակնհայտորեն ունի ցանկություն, որ Լիբանան մուտք գործի։ Թուրքիան փորձում է այն ուրեմն վակուումը, այն բացը, որը ձևավորվել է Լիբանանում, որովհետև տեսեք Իրանը, որ գար հասներ Լիբանան, իրան պետք էր Սիրիան։ Հիմա այդ ճանապարհը չկա, Իրանը ինչ որ առումով նավերի միջոցով է փորձում գալ, ինչ որ թաքուն ձևերով է փորձը գալ, պայմանավորվում է Թուրքիայի հետ Սիրիայի ուղղությունով, բայց դա այդքան էլ էֆեկտիվ չէ։ Եվ դա օգտագործվում է իրականում հենց Թուրքիայի կողմից նրա համար, որ աճեցնի իր ազդեցությունը։ Անկարան բացահայտ աջակցում է Համասին, գիտեք, Համասը սուննիտական տերորիստական խմբավորում է, Գազայում գործող եւ միևնույն ժամանակ Անկարան փորձում է Լիբանանի դեպքում սուննի Լիբանանում սուննի նաև բնակչությունը մեծ կշիռ ունի եւ սուննի այդ բնակչությանը հետ կապեր հաստատի եւ իրենց պաշտպանի, այսինքն Լիբանանի ուղղությունով էլ Թուրքիան շատ ակտիվ է։ Ռեջեփ Տայիպ Էրդոգանը բացահայտ խոսել է Լիբանանի տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության պահպանման մասին Իսրայելի դեմ, որ հասկանաք, երբեք Թուրքիայի դեմ չէ, Իսրայելի դեմ եւ քննադատել է Իսրայելի այս ճակերտներում ագրեսիան ուրեմն Լիբանանի դեմ, այսինքն այստեղ ինչ որ առումով փաստացի Հեզբոլահին էլ է պաշտպանել Ռեջեփ Տայիպ Էրդողանը, բայց ուղղակի երբեք չի ասի, որ Հեզբոլահին է պաշտպանում, որովհետև ձեռ չի տալի, բայց ասում է Լիբանանին է քարվածում, այսինքն Լիբանանի տարածքում գտնվող Հեզբոլահին, բայց տեսեք, մի փոքր փոխում է տրամաբանությունը եւ արդեն ուրիշ բան է ստացվում։ Եվ հումանիտար օգնություն է Թուրքիան առաջարկում, աջակցում Լիբանանին, որը ասացի, որ տնտեսական ճգնաժամում է գտնվում եւ ծանր ընդհանուր առումով իրավիճակում եւ բացահայտ պետք է ասել, որ այս իրավիճակը փորձում է Թուրքիան օգտագործել Իրանի նպաստ։ Վերջի ժամանակահատվածում կոնկրետ պետք է ասել, որ մենք նաև տեսնում ենք հետաքրքիր զարգացումներ Լիբանանի ուղղությունով, այսինքն որ պատկերացնենք քարտեզը Թուրքիայից Սիրիայով անպայման պետք է անցնես, բայց հետո պետք է կարաս Լիբանան մտնել, կարող ես շարունակել Սիրիայով մինչև Դամասկոս հասնելը եւ շատ բաներ Թուրքիայից արդեն գալիս է դեպի Լիբանան, հատկապես Լիբանանի հյուսիսային հատվածը ավելի խաղաղ է, Բեյրութը կենտրոնում է գտնվում Լիբանանի ծովի ափին, իսկ հարավային հատվածը շատ թեժ է, այդ թվում 3 իսրայելական կողմը սահմանամերձ շրջաններում կիրառել է ձայնային զենք,
կրակել է այսպիսի հատուկ ռումբեր, որոնք պայթում են եւ ձայնային լուրջ ուրեմն արդյունք ունեն եւ դրանով ինչ որ առումով փաստացի կամ փորձում են ազդել, կամ փորձում են վախեցնել մի խոսքով տեղի բնակչությանը եւ այդ տեղի ուրեմն այդ թվում ոչ միայն բնակչությանը, այլ Հեզբոլահին առաջի հերթին, որ Հեզբոլահը հանկարծ չփորձի էլ ավելի խորանալ։ Այսինքն Իսրայելը, բացի դրանից, իսրայելական կողմը ակնհայտ հարվածներ է այդտեղ հասցնում եւ քանդում է տարբեր ենթակառուցվածքներ, մեքենաներ, երբ այդտեղ շարժ է տեղի ունենում, վերջերս սպանեցին Մոհամմադ Ալ-Հուսեյնին երեք եւ որը նաեւ այդտեղ լուրջ պատրաստություններ էր ծավալում։ Մի խոսքով Լիտանի գետի հարավում գործողությունները ակտիվորեն շարունակվում են, բայց ես նաև պետք է ընդգծեմ, որ Իսրայելը մի քանի վայրում խորացած է դեռ Լիբանանի տարածքի վրա հարավային այդ հատվածում։ Հատկապես, որ նկատի ունեմ այդ մի քանի վայրը իրանք սարի այսպիսի հատվածներ են, բարձրունքներ են։ Իսրայելը մի քանի բարձրունք պահում է, որը իրան անհրաժեշտ է նրա համար, որ իր սեփական տարածքները պահպանի եւ պաշտպանի եւ չկարողանա այդ ուղղությամբ որևէ լայնածավալ անսպասելի գործողություններ սկսի ուրեմն Լիբանանի կողմը։ Ընդհանուր առումով, հարգելի հայրենակիցներ, իրավիճակը այսպիսին է, Իսրայել-Լիբանան ճակատում շատ կարևոր նաև ուղղություն է, կարամ ասեմ, որ ցամաքային գործողությունների սկսելու հավանականությունը ես անձամբ համարում եմ, որ ցածր է այս իրավիճակում, որովհետև ուշադրությունը լրիվ ուրիշ ուղղությամբ է թեքված նույն Իսրայելի եւ գլխավոր ուղղությունը հենց վերաբերվում է Իրանից սպառնալիքներին, հիմա չեմ կարծում, որ պատրաստ է իսրայելական կողմը այսպիսի լուրջ ցամաքային գործողություններին, բայց կարա, եթե իրավիճակը թույլ տա, սկսի ցամաքային գործողություններ եւ հարցը վերջնական լուծի։ Միայն եթե իրավիճակը լինի նպաստավոր։ Դա կարա տեղի ունենա արդեն, եթե Իրանի հարցը սկսի լուծվել, այսինքն դրանից հետո այդտեղ Իսրայելը ավելի մեծ հավանականությամբ կվարի ռազմական գործողություններ, քան հիմա, երբ Իրանի վրա հարվածը ավելի սպասվում է, պատերազմը սպասվում է եւ չենք կարող ասել, որ այս պահի դրությամբ ուրեմն Իսրայելը ունի այդքան ազատ ուժեր, որ հիմա լայնածավալ ցամաքային գործողություններ սկսի։ Ես ակնկալում եմ, որ հավանականությունը նրա, որ հարվածները Իսրայելը կշարունակի եւ նույնիսկ ավելացնի հարվածները Լիբանանի ուղղությունով, ավելի մեծ ծավալ կտա այս հարվածներին, իմ պատկերացումով կաճի այդ հավանականությունը մոտակա ժամանակահատվածում եւ մենք կարող ենք սպասել, որ շարունակաբար այսպիսի թեժ իրավիճակ կլինի Իսրայել-Լիբանանի ուղղությունով։ Հարգելի հայրենակիցներ, շնորհակալություն ձեզ ուշադրության համար, կարծում եմ, որ հետաքրքիր եւ կարեւոր վերլուծություն ստացվեց, չենք մոռանում անպայման լայքելը, բաժանորդագրվելը, գրել մեկնաբանությունները եւ աջակցել ալիքին, շնորհակալություն եւ կհանդիպենք հաջորդ վերլուծության ժամանակ։